Սեներ ողջունում եմ բոլորիդ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Նա ձերով անենք իրար, հալելույա։ Այդ կողդ նստած քրոջ եղբորն է ժպտաս, ուրախ եմ քեզ հետ լինեմ Աստծո տան մեջ, փառավորելու մեր Փրկչին, հալելույա։ Փառք Տիրոջը, իր հոգատար սիրո, իր հոգատար շնորհքի ողորմության համար։ Ուզում եմ այսօր կիսվեմ Սելներ ջան մի հատվածից, որ նոր կտակարանի մեջ Պողոս Առաքյալի ձեռքով գրված, բայց մեջբերումը հին ուխտից է, որտեղ Առաքյալը ուզում է ցույց տա, թե ինչքան կարևոր է ամեն մեկին հասկանա Աստծո ծրագիրը իր կյանքի մեջ եւ նույն ժամանակ սրբության նախանձավոր եղնի եւ թույլ չտա, որ որևէ մեղք, որևէ խնդիրներ կտրեն եւ չթույլ տան իրան իրականացնի այն Աստծուց սահմանված օրհնությունը, մտնելու իր ժառանգության մեջ եւ վայելելու Աստծո քաղցրությունը եւ սերը։ Պողոս Առաքյալը հմուտ վարպետ, կարելի ասել հին ուխտի եւ մեջբերում անում հիմա Կորինթացիների նամակի 10-րդ գլուխ առաջի խոսքից չեմ ուզում եղբայրներ, որ չգիտողի պես լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ անպիտակ էին, ամենքն էլ ծովից անցան։ Սա մի հատ հատված է հին ուխտից, երբ որ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից եւ պետքա մտնի Քանանի երկիր։ Եգիպտոսի մեջ ստրկություններ, Եգիպտոսի մեջ տանջանքն ու տառապանքներ, բայց խոստման երկրի մեջ կաթումեղրներ, Աստծո առատություններ, Աստծո լիություններ։ Նման է մեր ամեն մեկի կյանքին, գիտեք, մինչև Հիսուսին գալը մենք ամեն մեկս մեր sense ասեմ բնորոշ Եգիպտոսում ենք եղել, ճակերտավոր եւ այնտեղ տանջվել, տառապել, վերջապես ինչքան հնարավոր է հիասթափվել եւ բայց Քրիստոսով շնորհք է եկել, Քրիստոսով հույս է եկել, Քրիստոսով ամեն մեկիս կյանքը փոփոխության մեծ հույս է եկել։ Դրա համար պետք է հավատում եմ ամեն մեկս լինենք հետևողական, լինենք նպատակաուղղված եւ ամեն մեկս կարողանանք Տիրոջ հետ քայլելու ժամանակ հասկանալ ու գիտակցել որտեղ է, որ մենք կարողանում ենք Տիրոջ սիրտը ուրախացնենք եւ ինչն է, որ գողանում է մեզանից, կտրում է մեզանից մեր ջանքը, վերջապես ասեմ, մեր եռանդը ասեմ, մեր աստվածպաշտությունն արատավորում եւ տարբեր խնդիրներով փչացնում եւ չի թույլ տալի, որ մարդը վայելի Աստծո քաղցրությունը։ Պատգամը կոչել եմ 5 պատճառ, 5 հետևություն։ Խոսելու եմ 5 պատճառների մասին, որ Իսրայելը չկարողացավ մտնի, զարմանալի մի հատ թվաբանություն։ Մոտ 3 միլիոն ժողովուրդ դուրս եկան, 3 միլիոնից 2 հոգի մտան խոստված երկիր։ Այդ դուրս եկած սերունդը չմտավ, որը հավատում եմ ինձ ու քեզ սա մեծ դաս ու խրատ է, հետևություններ, որ նույնպես ենթատեքստերի մեջ ամեն մեկս պիտի կարողանանք հասկանանք եւ նկատենք։ Կորինթացիների 10-րդ գլուխ կարդում եմ 2-րդ խոսքից։ Եվ ամենքը Մովսեսով մկրտվեցան ամպից ու ծովի մեջ։ Եվ ամենքն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։ Ու ամենքը նույն հոգևոր խմելիքը խմեցին, որովհետև խմում էին այն հոգևոր վեմից, որ նրանց հետ գնում էր, եւ այն վեմը Քրիստոսն էր։ Բայց նրանցից շատերին չհավանեց Աստված, նրա համար էլ անապատի մեջ փրված ընկան։ Եվ այն բաները մեզ օրինակ եղան, որպեսզի չար բաների չցանկանանք, ինչպես նրանք ցանկացին, ոչ էլ կռապաշտ լինենք, ինչպես նրանցից ոմանք եղան, ինչպես գրված է ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու, ելան խաղալու, պոռնկություն չանենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան եւ մեկ օրվա մեջ 23000 հոգի ընկան։ Քրիստոս չփորձենք, ինչպես նրանք փորձեցին եւ օծերից խայթվելով մեռան, եւ մի տրտնջեք, ինչպես նրանցից ոմանք տրտնջեցին ու սատակիչից ջարդվեցին։ Բայց այս բոլոր բաները իբրև օրինակ պատահեն նրանց, իսկ մեզ, քանի որ դարերի վերջը հասել է, խրատ լինելու համար գրվեց։ Ուստի նա, որ կհամարի թե հաստատուն կանգնած է, թող զգուշանա, չլինի թե ընկնի։ Ձեզ մարդկային փորձությունից զատ ուրիշ բան չի պատահել, բայց հավատարիմ Աստված, որ չի թողնի, որ ձեր կարողությունից ավել փորձվեք, ապա փորձության հետ մեկտեղ ազատության միջոց էլ պիտի տա, որպեսզի կարող լինեք համբերել։ Փառք Տիրոջը, ես հավատում եմ, որ որպես աստվածապաշտ մարդիկ ամեն մեկս պարտական ենք Աստծո խոսքի հետ հաշվի նստել։ Որպես աստվածապաշտ մարդիկ, որոնք հաշվի են նստում Աստծո խոսքից, 4 բան հավատում եմ մենք պարտադիր պիտի մեզ համար քաղենք ու հետևություն անենք։ Աստծո խոսքի մեջ կա պատվեր, Աստծո խոսքի մեջ կա խոստում, Աստծո խոսքի մեջ կա զգուշացում, Աստծո խոսքի մեջ կա արգելք։ Հիմա մեր ունեցած հատվածը Պողոս Առաքյալի կողմից Կորինթոսի եկեղեցուն որպես զգուշացման կարգ է, զգուշացման ձևով օգտագործում է հին ուխտի հատվածը եւ 2 անգամ տեքստի մեջ արձանագրում որ սա օրինակ է մեզ, սա զգուշացման համար է ինձ ու քեզ։
Մինչև անցնեմ պատճառներին, ուզում եմ մի քանի հետևություններ, որ այս ենթատեքստերի մեջ տեսնում եմ, որը համարում եմ մեծ կարևորություն կիսվելու ամեն մեկի հետ։ Առաջինը, ես հավատում եմ, որ եկեղեցին կազմակերպություն չի, եկեղեցին օրգանիզմ է։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եկեղեցին Քրիստոսով փրկվածների ժողովն է, վերստին ծնված եւ իրենց կյանքերը նվիրած Աստծուն։ Մեր օրերին թափառող միտքը, որ եկեղեցին կազմակերպությունը, որտեղ ուզում ես գնա միացի եղի մի մասը, դա խորը մոլորություն է, արմատական մոլորություն է։ Դրա համար էլ մարդը կորցնում է պատասխանատվության զգացմունքը, Աստծո առաջ պատասխանատվության զգացմունքը, համայնքի առաջ եւ խնդրեմ, խեղաթուրված եւ խայտարակ կյանքի արդյունքում տառապում է ինքը եւ իր հետ էլ տառապեցնում է մնացածին։ Օրգանիզմ ասելով մենք հասկանում ենք, եթե մարմնի մի մասը ցավում է, բոլոր մարմինը նրա հետ ցավում է։ Իսկ կազմակերպություն ասացի մեջ դու ուղակի հաճախորդ ես։ Այսօր կաս, վաղը հարմար չի չկաս։ Մյուս օրը հարմար է եկար, այն մյուս օրը չէ։ Քրիստոսի մարմնի մի մաս եղնելով հասկանում ենք ամեն մեկս, որ 2000 տարի առաջ Աստծո որդին է, դա իր սրտի ծրագիրն է եղել։ Ես կկառուցեմ իմ հավաքույթը եւ դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Եկեղեցի կառուցելը չի ծնվել մարդու սրտի մեջ, եկեղեցի կառուցելը ծնվել է Քրիստոսի սրտի մեջ եւ նա մինչեւ օրս շարունակում է կառուցել համայնք, օրգանիզմ, որոնք զգայուն են իր ներկայությունը, ճանաչում են իր ներկայությունը, շարժվում են իր հոգով եւ կարեւորում են Աստծո խոսքը իրենց կյանքի մեջ որպես Աստվածապաշտ ժողովուրդ։ Երկրորդը, ես հավատում եմ, որ խաղաղ պայմանների մեջ մարդկանց հոգեվորությունը զարմանալի բարձր դիրք ու բարձր վկայություն ունի, բայց իրական Աստվածապաշտի հոգեվորությունը ցույց է տալիս նեղությունը, ցույց է տալիս դժվարությունը։ Անապատի մեջ մեկը մեկի հետևից սկսեցին դրսևորել խայտարակ մեղքեր եւ հավատում եմ սա օրինակի համար է ինձ ու քեզ։ Դրա համար էլ ամփոփելով տեքստը առաքյալ ասում է, լսեք, նա որ կարծում է հաստատուն կանգնած է, թող զգուշանա, որ չլինի թե ընկնի, որովհետև ձեզ մարդկային փորձությունից զատ ուրիշ բան չի պատահել, բայց հավատարիմ Աստված, որ ձեզ կօգնի։ Ինչպիսին հոգևոր վիճակ ունես, երևում է քո նեղության, քո դժվարությանդ մեջ։ Ոնց ես հաղթահարում նեղությունները, ոնց ես հաղթահարում դժվարություններին։ Խաղաղ, հանգիստ, օրհնյալ պայմանների մեջ աղաղակել, երգել, պար բռնել, ուրախանալ հիանալի է։ 3 օր առաջ Կարմիր ծովի են կոմն էին, ողբեր, տանջանք էր, տառապանք էր։ 3 օր հետո անցան Կարմիր ծովը, Մարիամը մի հատ պար բռնեց, մի հատ ուրախացան, մի թմբուկ, մի ցնծություն, մի քանի օր հետո մոտեցան Մերայի ջրերին, որը թարգմանվում է դառը ջրեր, եւ ժողովուրդը սարսափելի սկսեց աղաղակել իր տարտունջի, իր դառնության, իր չարության մեջ։ Բա լավ չէր մնայինք Եգիպտոսի մեջ, լավ չէր մնայինք այնտեղ ինչ որ եղնելու էր այնտեղ եղնել, բայց դուրս չգային։ Ցավալի է, բայց մեր օրերի մեջ քիչ է նրանք, որոնք խաղաղ պայմանների մեջ փառք Աստծո նեղության ու դժվարության մեջ արաբասակյանք այ մարդ, բասակյանքա որ մենք ապրում ենք, մարդ մեռներ պրծներելի ու չգիտես ինչի, մարդ իր կյանքի վրա սկսում է կանչել մա, հետո էլ զարմանում է, որ իր վրա սկսել է բացասական սարսափելի ազդեցություններ, սելներ ման ու կյանքը լեզվի ձեռքն է, ով ինչ սիրում է նրա պտուղից էլ ուտելու է։ Ոչ մի անգամ թույլ չտաս քո շուրթերին Աստծո առաջ մեղ գործելու եւ Աստծո առաջ չարություն անելու։ Պահիկ ես, շուրթերը զսպողը իմաստուն է։ Սողոմոն ասում է, տեսար են ոսկե ամանի մեջի խնձորները, այդ ձևա ճիշտ ժամին ասված խոսքը։ Տեր Աստված մեզ օգնի, որպեսզի մեր կյանքից մենք կարողանանք արմատական հեռացնել ամեն չարություն, ամեն զզվելի բան, որ քեզ փառք չի բերում։ Երրորդը, Մովսեսին տեսնում եմ զարմանալի օծության առաջնորդ, օծված առաջնորդ, մի ազդեցիկ կարելի ասել, հրաշքներ, նշաններ, զարմանալի ձևով։ Պետք է գավազանը կմեկնի, ծովը կբացվի, պետք է հիմա էլ գավազանը կմեկնի, լորի երամը կգա ու բանակի մեջ կիշնի, ժողովուրդը կսկսեն միս ուտեն, զարմանալի հրաշագործ մարդ, բայց հետևություն եմ անում եւ ուզում եմ ասեմ ու կիսվեմ, հրաշքները ու նշանները երաշխիք չեն Սուրբ եկեղեցու, հրաշքները ու նշանները երաշխիք չեն, որ այդ համայնքը կմտնի երկինք։ Մատթեոս 7:21-ի մեջ Տեր Հիսուս ասավ, ամեն Տեր կանչող երկինք չի մտնի, հապա նա, որ իմ երկնավոր հորս կամքն է կատարում։ Շատերը այն օրը կասեն, քո անունով հրաշքներ ենք արել, քո անունով մարգարեացել ենք,
քո անունով մեծ բաներ են, կարող ես նրանց հայտնապես կասեմ, մեկդի գնացեք, անօրենություն գործողներ, ես ձեզ չեմ ճանաչում։ Իմ հետևությունը հետևյալն է, հրաշքները ու նշանները երաշխիք չեն, որ մենք երկինք կմտնենք, բայց սրբությունը 100%-անոց երաշխիք է, որ մենք երկինք կմտնենք ու Աստծո հրաշքն էլ կտեսնենք։ Դրա համար հավատում եմ պետք է նախանձավոր լինենք սրբության, որովհետև սրբությունը մի բան է համայնքի մակարդակով եւ ամեն անհատի պատասխանատու մոտեցման, որ Աստծո ներկայությունը կարա պահի, Աստծո ներկայությունը կարա բորբոքի, սրբությունը երաշխիքն է։ Չորրորդը, տեսնում եմ կրկնվող խնդիրներ, այս մարդիկ 40 տարի անապատի մեջ են եւ ոչ մեկը լուրջ ձևով չի հարցնում Աստծուն, Տեր Աստված, ի՞նչն է պատճառը, որ մենք այսքան ժամանակ անապատի մեջ ենք։ 11 օրվա ճանապարհ էր Եգիպտոսից մինչև Քանան։ Աստված շտարավ է 11 օրվա ճանապարհով, տարավ 40 տարվա։ Եվ իմ հետևությունը հետևյալն է, կրկնվող խնդիրները խոսում են դրանց չլուծելու մասին։ Հիմա որ ինձ լսում եք, ձեզնից ոմանք անցնում են նույն խնդրեմը, նույն խնդիրը երկար ժամանակ։ Անընդհատ ձեր կյանքի մեջ ոնց որ այդ փոցխը միշտ կանգնում է ձեր ճանապարհին եւ միշտ ուզում է խփի ձեր ճակատին։ Եվ սա խոսում է նրա մասին, որ լուրջ չի մարդ մոտենում այդ իրավիճակին, լուրջ մոտեցեք, հարց տվեք Տիրոջը, ի՞նչն է պատճառը, որ կրկնվում է սա, Տեր Աստված, ինչ պետք է ես անեմ, որ չեմ անում, խնդրում եմ ինձ օգնի, որպեսզի ես ճիշտ պատասխան տամ ու անցնեմ առաջ։ Կրկնվող խնդիրները խոսում են դրանց չլուծելու մասին։ Ոմանց համար դա ընտանիքի մեջ է, ոմանց համար բիզնեսի մեջ է, ոմանց համար փոխհարաբերության մեջ է, որտեղ ուզում ա եղի, ինքդ լսում ես, ինքդ գիտես, ես հավատում եմ հիմա Աստծո հոգին քեզ ցույց է տալի փաստերով, թե որոնք հա որ քո կյանքիդ մեջ կրկնվում է, որոնց վրա պետք է աշխատես։ Սերներ գալիս եմ 5-րդ հետևությանը, միշտ չի որ եկեղեցու խնդրեմը առաջանում է սխալ ղեկավարության արդյունքում։ Ճիշտ է, մարգարեն ասում է Երեմիան ոնց որ հովիվն է հնենց հոտնա, ոնց որ հոտնա հնենց հովիվն է։ Բայց Մովսեսի պարագայի մեջ տեսնում եմ, որ ուներ ընտիր ղեկավարություն, կային հազարապետներ, հարյուրապետներ, տասնապետներ։ Շատ հրաշալի ղեկավարություն եւ շատ եկեղեցիներ այսօր օգտվում են այդ նույն սկզբունքից։ Բայց ահավոր պրոբլեմատիկ ժողովուրդ, ահավոր խնդիրներով լեցուն։ Պատճառը մարդկանց անհատական պատասխանատու մոտեցումը, մարդկանց անհատական պատասխանատու հնազանդվելը, հասկանալով կարևորությունը ներքին մեխանիզմի, հասկանալով կարևորությունը առողջ աճի եւ ընթացքի։ Զարմանալի է, բայց մարդ գնում է եկեղեցի ոչ տեղյակ այդ եկեղեցու ներքին մեխանիզմից, որտեղ ոչ տեղյակ է ներքին կրթօջախից, ոչ մի բանից տեղյակ չի։ Նրանք Կիրակի օրը գնաց մասնակցեց փառաբանությանը, լսեց պատգամ, վերջացրեց, թողեց գնաց ու լավ էր, փառք Աստծո։ Սա համարում եմ ճիշտ չի, ամեն եկեղեցի եկող պետքա ծանոթանա իր եկեղեցու ներքին մեխանիզմին, ինչ ծառայություններ կան այդ եկեղեցու մեջ, որից պետքա օգտվես։ Մեր եկեղեցու մեջ մարդ եկավ եկեղեցի, դիմավորեցինք, ապաշխարեց, բարի գալուստ, գնում ես ալֆա դպրոց, ինչ կա այնտեղ կա առաջնակարգ մկրտության պատրաստման դասեր, որը դու պետքա լսես, հասկանաս եւ գիտակցելով ու հասկանալով գնաս ջրի մկրտության, քո ուխտը եւ քո փոխհարաբերության լրջությունը ցույց տաս Աստծուն։ Կա աշակերտության դպրոց, ունենք տնային խմբեր, որտեղ նպատակը մեկն է օգնելու, զարգացնելու աշակերտությունը, որպեսզի ժողովուրդը մեծանան ու աճեն Աստծո խոսքի, Աստծո ներկայության մեջ։ Դրա համար հավատում եմ ամեն մեկս մեր բաժին նախանձավորությունը պետքա ցույց տանք։ Անցնում եմ հիմա պատճառներին։ 5 հատ պատճառ առաքյալը ներկայացնում է, որը սարսափելի է եւ զգուշացնող ամեն մեկիս համար։ Թող ամեն մարդ լսող ինքը հասկանա ու գիտակցի իր կյանքի մեջ կա արդյոք թե ոչ, եւ վերջում անպայման աղոտ կանենք։ Ես հավատում եմ, որ երբ որ մարդը իր սիրտը բացում է Աստծո առաջ, Աստծո գահից գալիս է շնորհ։ Տիրոջ արյան գործոնը փաստ է ամեն մեկիս կյանքի մեջ, որ եթե խոստովանում ենք մեր մեղքը, հավատարիմ ու արդար է Տերը, որ ներում է ամեն մեկիս եւ տալիս է քավություն։ Առաջինը, որ այս ցուցակը սկսում է Պողոս առաքյալը սկսում է չար ցանկությունից։ Չար ցանկություն։ Մեր հայերենի մեջ մի քիչ էս ցանկություն բառը այդքան էլ չի միտքը փոխանցում, որքան որ տարբեր ուրիշ թարգմանություններ, ռուսերենը ինձ համար մեկ ուրիշ մայր լեզու է, որից օգտվել եմ 11 տարի, ռուսերենի մեջ սա կոչվում է անղեկավարելի ցանկություն, հայերեն մոտ այդ բառը, որ միտքը տալիս է պարզ հասկանալու կիրք։
անկառավարելի ցանկություն կամ ցանկություն, որ մինչև Իրանը չստանա, չի հանգստանա։ Այստեղից ամեն մարդ պետք է ինքը կարողանա իր կյանքի մեջ նայի, կա արդյոք բաներ, որոնց հանդեպ դու գնում ես ոչ թե ուղակի ցանկանալով, այլ կրքոտ։ Ես մինչև դա չստանամ, չեմ հանգստանա։ Ես պետքա դա վերցնեմ։ Առաքյալը Հռոմեացիների 13-14-ում ասում է մարմնի խնամք տանելը գիրք չսարքեք։ Մարմնի խնամք տանել պետք է։ Բայց զարմանալի է, չէ՞, մարդ մեկ էլ տեսնում ես իր արտահայտություններ, որ ցույց են տալի, չէ՞, ես գնում եի խանութների մեջով, մեկը մի հատ ապրանք տեսա, ասի, սա պարտադիր պետք է առնեմ ես, մինչև չառնեմ չեմ հանգստանա։ Ինչի մասին է խոսում, մի հատ ցանկության մասին, որ բռնելը եւ հանգիստ չի թողնելու։ Հակոբոսը գնում է ավելի առաջ, ասելով, որ սերներ, մենք փորձվում ենք մեր սեփական ցանկություններից հրապուրված ու խաբված։ 90% մեր կյանքի փորձությունների պատճառը մենք ենք։ Մենք ինքներս մեր ձեռով դուր ենք բացում փորձության եւ հետո էլ սկսում ենք տրտնջել ու բողոքել, ոնց անեմ, որ իրավիճակից դուրս գամ։ Սովորի բարձացնել, սովորի աճեցնել ժուշկալության պտուղ, որը որ գիտի իր չափը ամեն ինչի մեջ, գիտի չափը ուտելու մեջ, առևտուրի մեջ, շփվելու մեջ, ամենտեղ իր չափը գիտի։ Դա կոչվում է ժուշկալություն։ Մեկը, որ իր չափը գիտի քրիստոնեությանը, գեղեցկացնող մի հատ զարդ, որի համար ամեն մեկս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հոգու պտուղը երևա ու փառավորի մեր Փրկչին։ Երկրորդը, զգուշացեք, որ չլինի, որ կռապաշտություն եղնի, կուրք, միթե դա այսօր արդիական է խոսալ նոր կտակարանյան ժամանակահատվածի մեջ, որտեղ չկա էլ արդեն են հին ժամանակների արցաննա, քարի, ես չեմ անում, ինչ որ հուշարձաննա, որ մարդը գնա խոնարհվի կամ իր պաշտամունքը բերի, համաձայն եմ քո հետ, բայց ես այսօր ուզում եմ ցույց տամ ժամանակակից կուրքերին, ժամանակակից կուրքերի խնդիրներին եւ դրանց պրոբլեմատիկ փաստերին մարդկանց կյանքի մեջ։ Հիսուսը ալֆան է, Հիսուսը օմեգան է, Հիսուսը առաջինն է, Հիսուսը վերջինն է։ Եկեղեցի հաճախող ամեն մարդ սա լսել է, սա գիտի, բայց եթե մարդու կյանքի մեջ կա որևէ մեկը կամ ինչ որ մի բան, որի պատճառով մարդը կորցնում է իր սերը դեպի Աստծուն, իր սերը դեպի Քրիստոսին, համարձակ թույլ տվեք այստեղից ասեմ, քո կյանքիդ մեջ կուրք ես թողա։ Կուրք ես թողե, որ զբաղացրել է Աստծո տեղը եւ թուլացրել է քո նվիրվածությունը Աստծո նկատմամբ։ Նորից եմ ուզում կրկնեմ, եթե կա որևէ մեկը կամ ինչ որ մի բան, որի պատճառով դու կորցրել ես քո նախանձավորությունը, քո սերը, քո նվիրվածությունը, համարձակ քեզ ուզում եմ ասեմ, դու կուրք ես թողել։ Դա համար պետք է ամեն ջանք անես, հեռացնես։ Հիշի, Հիսուսը երբեք երկրորդ եղնել չի համաձայնվի։ Նա եղել է եւ մնում է առաջինը։ Հիսուսը սկիզբն է։ Եվ այստեղից մեր հետևությունը նա, որ իր գործը սկսել է, մինչև վերջ էլ կատարելու է։ Դրա համար մենք պետք է նախանձավոր եղնենք, որ մեր կյանքի մեջ որևէ կուրքի մասին խոսակցություն չգնա։ Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ վերջի խոսքերը, որդիներ, պահեք ձեզ կուրքերից։ Սրանց ազդեցությունը ակտուալ է եւ փաստ։ Դա գալիս է աննկատ, գալիս է շատ sense ասեմ գրավիչ տեսքով։ Ոմանց համար կուրք է իրանց աշխատանքը։ Ոմանց համար կուրք է փող աշխատելը։ Ոմանց համար կուրք է TV առաջ առավոտից իրիկու նստելը։ Ու աննպատակ, հասկանում ես, այդ ժամանակը գողանում է, տանում է, բայց դրա փոխարեն ասեն կարթա, աղոտ կա, ալավի աղբորպես։ Սիրելիներ, ուզում եմ ասեմ, սրանց տեղերը պետք է փոխվի։ Առաջինը Աստծունն է եւ սկիզբը Աստծունն է, հիշեք էսի։ Եվ միշտ մենք պարտական ենք Աստվածահաճո ձևով վարվել ամեն իրավիճակի հետ։ Դրա համար Տերը թող ողորմա, Տերը թող ազատագրի ամեն մեկից, եթե կա մեր կյանքի մեջ նմանատիպ խնդիր կամ խնդրեմ, Հիսուսյան անունով թող արմատախիլ եղնի։ Երրորդը, Պողոս առաքյալը խոսում է պոռնկության մասին եւ մեջբերում անում ասելով, որ մի օրվա մեջ 23000 հոգի մահացան։ Իմ տարիների փորձը եւ Աստծուն ծառայելու համոզմունքը բերեց նրան, որ եթե սատանայի թագավորության մեջ կա դև, մարդասպան համար առաջի, տեսեք ինչ եմ ասում, մարդասպան համար առաջի, ընտանիքներ քայքայող, անհատական կյանքեր խորտակող եւ մեծ ու փոքր չհարցնող, դա կրքի, շնության ու պոռնկության դևն է, որից շատ ոչ մեկը դիվական աշխարհից
ոչ մեկը այդքան օծյալների կյանք դժոխք չի սարքել, այդքան ընտանիքներ չի քայքայել, այդքան անհատների կյանք չի խորտակել, շնության ու պոռնկության դեպը համաառաջինն է, տրտունջի պատճառով մի քանի տասնյակ, բայց պոռնկության պատճառով 23,000 կոտորած մտավ մի անգամից ու սկսեց փրթել։ Տեր Աստված ողորմա ամեն մեկից, որ կարողանանք ոնց որ հարկն է կռվել, ոնց որ հարկն է պայքարել։ Գիտես, նայում եմ Դավթին ու հասկանում եմ, որ Դավիթը հիանալի առաջնորդ էր եւ հիանալի հարմարավետություն ստեղծեց, կարողացավ մի դրոշի տակ համախմբել 12 ցեղ, 12-ն էլ պաշտում էին նույն Աստծուն, 12-ն էլ կռվելու էին նույն թշնամու դեմ։ Բայց խնդրեմ, հարմարավետությունը դառավ պատճառ, զորքի հետ չդուրս եկավ, արշավի գնաց իր բալկոն, իր պատուհանից նայեց, իր ամենամոտիկ մարդու կնոջ վրա աշկ գցեց։ Խնդրեմ, որի պատճառով էլ մեղքն ու կոտորածը մտավ Դավթի տուն։ Սողոմոնը ամենաիմաստուն մարդկանցից մեկն էր։ Տերը ինչ ես ուզում, ասավ իմաստություն եմ ուզում։ Եվ մեզնից շատերն են, Տեր իմաստություն եմ ուզում, որպեսզի կարողանամ այս կյանքի մեջ ապրեմ, քո կամքի մեջ մնամ ճիշտ, Աստված իմ քո ծածկոցի տակ։ Բայց իմաստությունն էլ Սողոմոնին չփրկեց։ Ամենքից շատ զգուշացրեց, ամենքից շատ բթությունը եւ անտարբերությունը ցույց տվեց։ Մենակ կարակ պատկերացնեք 300 հատ official կին եւ 600 ավել հարճ։ Տեր Աստված, այս խենթանալի գլխապտույտ է, էլի հասկանում եք թե չէ։ Այդ տղան չի տա պետք։ Ինչի տա պետք։ Մեր լորվա լեզվով ասած անչի համար։ Ինչի համար, ասա ինձ։ Որ քո կյանքը դժոխք սարքեն, ամենքից շատ խոսացիր Աստծո մասին, կյանքիդ վերջում էլ սկսիր կռատաներ սարքել եւ այդ կանանց ուրախացնել ու հաճեցնել։ Տեր Աստված ողորմա, որպեսզի չեղնի sense բան։ Սամսոնը ամենազարմանալի օծյալն էր, ամենազարմանալի, որ մի հատ էշի ծնոտով կարար մի քանի հազար փղշտացու սպաներ։ Լսեք, բայց ամենասարսափելի նորից անզգուշությունը Դալիդայի ոտերի վրա դրեց գլուխը, Դալիդան խաղաց մազերի հետ, մազերի խաղալու ընթացքի մեջ մի քիչ դմբրեց, մի քիչ բորբոքվեց, մի քիչ ոգևորվեց եւ առավոտյան արթնացավ արդեն մազերը ածիլած, Աստծո բացարձակ ներկայությունը չկա իր կյանքի մեջ, ոչ էլ այդ ազդեցությունը։ Հետևություն, որ անում եմ ես Սամսոնի կյանքից, հետևյալն է, Աստված գալիս է ձայնով, բայց գնում է լուր։ Աստված գալիս է ձայնով, նրա գալը տեսանելի է, լսելի է, շոշափելի է, այո եւ ամեն, բայց գնում է լուր։ Եթե մեկին Աստված թողել է, նա չգիտի, որ Աստված իրան թողել է։ Նա գրած է, առաջվա նման արթնացավ եւ ուզեց, բայց չէր հասկացել, որ Տերը իր հետ չի։ Աշկերը հանեցին, դարձրեցին ծաղրածու, խնդրեմ, Տեր Աստված ողորմա։ Ես գտել եմ 3 հատ բալանի, 3 հատ բանալի այս մեղքը հաղթելու, ցանկացած մեղ հաղթելու, 3 հատ բանալի, ուշադիր լսի, առաջինը։ Ես հավատում եմ, որ մենք պետքա Տեր Հիսուսի նման զզվենք մեղքից։ Ոնց որ Աստված է զզվում, գրված է դու սիրեցիր արդարությունը եւ ատեցիր անօրենությունը, դու պիտի զզվես մեղքից։ Եթե չես զզվում, ասա Տեր, խնդրում եմ շնորհ տուր, որ ես զզվեմ, ինձ սովորեցրա զզվեմ մեղքից։ Երկրորդը, ամեն քրիստոնյա պիտի կարողանա մեղքի դեմ լուրջ արգումենտ բերի։ Եվ լուրջ արգումենտը նոր կտակարանյան լեզուն նամակները Պողոս Առաքյալի թե Գաղատացիս, Հռոմեացիս, տարբեր նամակների հետ ամփոփած համարեք ձեզ մեռած։ 3 հատ բառ։ Համարի քեզ մեռած։ Մեղքը գալիս է, այո, ամենքին էլ գալիս է, քանի շունչ կա վրեդ, քանի աշկերտ տենումա, բոլորին էլ գալիս են, բայց դու պիտի կարողանաս փաստ ներկայացնես։ Ինչն է պատճառը, որ դու չես ուզում, չէ, չեմ ուզում, աշկերը չռած նայում, չէ, չեմ ուզում, ջեբս գցեք, էլի չեմ ուզում, բայց sense բան չկա, դու պետքա ցույց տաս, որ դու մեռած ես։ Եթե մեռած հանգուցյալին դագաղի մեջ գան ամենագայթակղիչ ստրեպտիզ պարողները, գան ամենահպարտ ամբարտավան մեծամիտները, գան ամենախայտարակ մեծահարուստները, հանգուցյալի պատասխանը սրանց բոլոր երևույթներին եւ գայթակղություններին մեռած է։ Ոչ մի ձև չի կարող արձագանք տա, մեռած է։ Նույնպես մենք հավատում եմ պետք է կարողանանք որպես Քրիստոսի ժառանգորդներ, որպես Քրիստոսին սպասող ժողովուրդ համարենք մեզ մեռած մեղքի համար։
Մեղքը մերը չի, ամեն, որտեղ մենք գիտենք, մեղքը դա պատա իմ ու Աստծո միջև, ես չեմ ուզում։ Մեղքը դուր է, երբ որ գալիս է մարդու կյանքը ավերածություն եւ գնում է ժառանգական։ Մի հատ մեղքը կարա շատ ծանր հարվածի տակ դնի քո ընտանիքին, քո երեխեքին։ Հարց եմ տալ, ինչ են արել այդ անմեղ երեխեքը, որ ծնվել են քո տան մեջ, որ քո անմիտ մեղքի գայթակղությամբ պետք է ընկնեն հարվածի տակ, ասա ինձ։ Ինչ են արել, ոչ մի բան, դրա համար որպես ծնող մենք պատասխանատու ենք, պահի քեզ։ Եվ երրորդը, դու պիտի ունենաս Աստծո վախ։ Աստծո վախ, որը սուրբ է, որը մեզ հետ պետք է մտնի երկինք։ Ինձ հարցնում են, ասում են, Արսեն եղբայր, դու սիրում ես Հիսուսին, միանշանակ այո եւ ամեն։ Երկրորդ, Արսեն եղբայր, դու վախում ես Աստծուց, այո եւ ամեն։ Այս երկուսն էլ պետք է իրար հետ քայլեն քո կյանքի մեջ, եւ սիրելը, եւ վախենալը։ Հիսուսը մեր փրկիչն է, նույն ժամանակ Հիսուսը արդարադատ դատավորն է, հիշեք էսի։ Երբ որ վերջի օրը եկավ ամեն մեկին հատուցելու, ամեն մեկս որ կանգնեցինք, ամեն մեկս հաշիվ ենք տալու։ Ու դու չես կարող այն վաղտ ասես, բայց կներես ես քո մասին մենակ փրկիչ եմ լսել, բանից պարզվում է դու դատավորն ես, այո ինքը արդար ու սուրբ դատավորն է, որի աչքերից ոչ մի բան թաքցնել հնարավոր չի, որ հատուցելու ամեն մեկին։ Դրա համար Աստծո վախը հավատում եմ բալանսը պահողն է, Աստծո վախը մեզ հավասարակշռված պահողն է, Աստծո վախը սուրբ հավիտյան կմնա, Աստծո վախը չարություն ատելա նշանակում, Աստծո վախը մեղքը Հիսուսի անունով, որովհետև դա Աստծուն փառք չի բերում։ Կարանք ասենք ամեն։ Չորրորդ պատճառը, Քրիստոս չփորձենք։ Քրիստոս չփորձենք։ Կյանքի տարբեր դժվարությունների հանդիպած մարդկանց սա շատ արդիական է։ Կարա արդյոք Քրիստոս, կարա քեզ օգնի, կարա քեզ բժշկի, կարա քո համար դռներ բացի ու անընդհատ փորձող լեզվով։ Ու ցավալին գիտես ինչն է, որ փորձողների մեծամասնությունը օգտվում եմ հին ուխտից նորից, այդ ժողովրդից, որ անընդհատ փորձում են, շատ անգամներ տեսել ու ճաշակել են։ Շատ անգամ տեսել ու ճաշակել են Աստծո մեծությունը, օգնությունը, միջամտությունը, բայց նորից շարունակում են։ Ինչի, որովհետև իրանց սիրտը Տիրոջ հետ չի, իրանց սիրտը հեռու Աստծուց։ 40 տարի անապատի մեջ, մի հատ ուզում եմ ուղղակի պատկերացնեք, ցերեկը ամպի սյունն էր, գիշերը կրակի սյունն էր։ 40 տարի անապատի մեջ մանանայով կերակրումն էր, բայց ոչ մի անգամ չես հանդիպի թե ելից գրքի, թե թվոց գրքի մեջ որ խնդրանքով մոտենային Աստծուն։ Միշտ տրտունջ էր, միշտ բողոք էր, միշտ դժգոհություն էր, միշտ։ Միշտ ինչի համար մենք դուրս եկանք, ինչի համար էր պետք մեզ այս անապատը, լավ չէր մնանք Եգիպտոս, լավ չէր։ Այն աշճանի որ Աստված ասավ լսեք, այդ տրտնջողներից եւ Քրիստոս փորձողներից ոչ մեկը չի մտնելու Քանանի երկիր։ Հետևությունը հետևյալն է։ Քրիստոս չփորձենք, ինչպես նրանք փորձեցին եւ օծերից խայթվելով մեռան։ Հիշեք, փորձելը Աստծուն դա դուր է բացում դիվական աշխարհի համար, որ ավերիչ եւ կործանարար հարված կա։ Որպեսզի դուրը փակես, դրա փոխարեն դու պիտի կարողանաս զարգացնես քո ներսը գոհություն ու շնորհակալություն, գոհություն ու փառաբանություն։ Անցած օրը կարդում էի քրիստոնյա կյանքի տարբեր երկրների վկայություններ եւ մեջբերումներ Աստծո մարդկանց, մեծ երիտասարդ աղջկա վկայություն շատ ցնցեց ինձ, որը հռոմեական կայսրության ժամանակ, երբ որ Կոլիզեումի ժամանակ գցում են, որպեսզի հիմա այս ցուլերը առաջինը պետքա տարբեր իրանց պոզերի հարվածներով խփեն, հետո էլ պետքա զինվորները մտնեն եւ իրանց սրի բերանով բոլորին սպանեն։ Այս աղջկան ցուլը խփում է եւ ցուլը որ խփում շպրտում է, հագուստը պատրվում է, ընկնում է եւ ամեն գնով ուզում է իր մարմնի մերկ մասը ծածկած եղնի։ Որից հետո մոտենում է զինվորը եւ զինվորն ասում է ես զարմացած եմ եւ Աստված նրա բերանի աղոթքով նա նայում էր ինձ, նա ձեռքը պարզել էր դեպի սուր ու ասում էր Տեր Աստված շնորհակալ եմ, իմ թշնամին մարդը չի, իմ թշնամին մարդը չի, իմ թշնամին մարդը չի, իմ թշնամին սատանեն է։ Մահվան առաջ կանգնած է դեմ ու դեմ, բայց ներքուստ հասկանում ես որ ոչ մի ատելություն չունի մարդկանց նկատմամբ, կուրեկուր հրաման են կատարում առանց հասկանալու։ Այսօր մի փոքր հերիքա, ոնց որ ասում են, մեկին սաղ կյանքդ լավություն անես չի հիշի, մի հատ վատություն անես, սաղ կյանքը չի մոռանա։ Խոսում եմ քրիստոնյաների մասին։
Խոսում եմ քրիստոնյաների մասին։ Սաղ կյանքը լավություն անես չեն իշի։ Բայց մի անգամ մերժել ես, մի անգամ անուշադիր ես եղել, մի անգամ չես ասել այն ինչ որ պետք է, մեկը խնդրում սաղ կյանքը չի մոռանա։ Սաղ կյանքը չի մոռանա։ Տեր Աստված ողորմա, որպեսզի մեզնից ոչ մեկը Քրիստոս չփորձի, մեզնից ոչ մեկը չփորձի ու ցած ծանր մեղքա։ Եվ ուզում եմ ավարտեմ չտրտնջանք։ Տրտունջ, որը խոսում է դժգոհության մասին, բասա կյանքը, բասա Ամերիկա, ոնց որ մեկը ասավ, Արսեն եղբայր, դուք Ամերիկայի վերջին հասակ։ Ասի ուզում եմ քեզ պարզ եղնի, ինձ Ամերիկայի շքեղությունը չի գրավել։ Ինձ կանչել է այստեղ Աստծո կանչը եւ Աստծո ծրագիրը։ Կարայի ուրիշ տեղեր գնամ, հնարավորություններ ունեի եւ բաց դռներ ունեի։ Բայց կանգնած քարտեզի առաջ ասում եմ Տեր Աստված, այսքանից որն է քոնը։ Այսքանից որ, գիտես ինչի։ Ուզում եմ քեզ մի հատ գաղտնիք բացեմ։ Այնտեղ որտեղ Աստված քեզ չի կանչել, երբ որ դու գնացիր, դու թողնված ես, դու անտեսված ես, ու չակնկալես էլ որ Աստված քեզ օգնելու է, որովհետև դու դուրս ես եկել Աստծո ծրագրից։ Դու նախընտրել ես ինքնագլուխ, ինքնավար, ինքնուրույն անես այն, ինչ որ դու ես ուզում որ անես։ Ճիշտ, եթե վերադառնամ կռապաշտության մեղքին, կռապաշտության մի հատ բացատրությունը հավատում եմ ավելի կօգնի մարդկանց հասկանալ։ Մարդ գնում է եկեղեցի, մարդ մասնակցում է համայնքներին տարբեր տեղերում եւ տարբեր ժամանակ ու շարունակում է ինքը իր ձևով հավատալ, ինքը իր ձևով իր պաշտամունքը անել, ինքը իր հասկացածով շարունակում է հավատալ, ոնց որ ինքը գտնում է ճիշտ է։ Սեներ մենք նման բան անելու անգամ փորձ պետքա չանենք։ Ոչ մեկը մեզանից չի կարա Աստծուն հավատա իր ուզած ձևով։ Աստծուն մոտենա իր ուզած, sense բան չկա։ Մենք Աստծուն հավատում ենք ինչպես գիրքն է ասում։ Ինչպես գիրքն է թելադրում։ Մեր չափանիշ Աստծո խոսքն է։ Կուրքը աշկեր ունի չի տենում, ականջ ունի չի լսում, բերան ունի չի խոսում, նա ոչ մի բան քեզ չի կարա թելադրի, դրա համար մարդը իրան կոմֆորտ ասում, դեռ ասում, այստեղ լավ է, ոնց ուզում եմ, ոնց թելադրվում եմ, ոնց առաջնորդվում եմ, այնպես էլ անում եմ, Աստծո հետ այդ ձև չի։ Աստծո հետ դու պետքա լսես, թե Տերը քեզ ինչ ասում եւ Տերը որտեղ է քեզ տանում, ոնց է առաջնորդում, որտեղ որտեղ Տերը կառաջնորդի, այնտեղ էլ քեզ կպահի։ Տրտունջի փոխարեն հավատում եմ պետքա բարձրանա գոհություն, պետքա բարձրանա շնորհակալություն։ Գոհացեք Տերիչը, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար, ամեն ժամանակ։ Գոհացեք։ Ամբակումի կներեք, ամբակումի աղոթքը հազիվ թե լսես այսօր քրիստոնեական աշխարհի մեջ մարդկանց, որ կարողանա բերանը պատտի, անգամ եթե գոմի մեջ նոխած չգտնվի, եթե խաղողի վազը չորանա, եթե ձիթենուց պտուղը պակսի, դարձյալ Տիրոջից պիտի գոհանամ։ Քանի հոգու եք տեսել նման անկեղծ գոհություն բարձրացնի Աստծուն։ Այն մարդ Աստված առատորեն օրհնում է, մարդը չի լեզուն պտտվում ոնց որ հարկն ասի, փառք ես Տեր Աստված։ Կսկծու փառք ասու։ Դրա փոխարեն ես հավատում եմ մենք պետքա բարձրացնենք արժանավայել թե գոհություն թե շնորհակալություն։ Մեր Աստվածը արժանի է փառքի գոհության։ Հասկանալով հիմա խնդրում եմ հետևի մտքիս։ Փառաբանությունը եւ գոհությունը ճանապարհ է դեպի Աստծո ներկայություն։ Փառաբանությունը եւ գոհությունը անուշահոտ խունկ է։ Փառաբանությունը եւ գոհությունը մեր սրտի վիճակն է, ինչ որ լցված է մեր սիրտը, խոսում է մեր շուրթերը, դրա համար փառաբանի, գովաբանի Տիրոջը ամեն ժամանակ երկի մեծարի օրհնի նրա անունը, որովհետև նրանով կանք, նրանով ապրում ենք եւ նրանով գոյություն ունենք։ Ամեն։ Ուզում եմ խնդրեմ կանգնենք ոտքի։ Քանի հոգի անկեղծ իրանց տեղերից պատրաստ են ձեռ բարձրացնեն կամ արձագանք տան ասեն ես ինձ այսօրվա պատգամի մեջ գտա։ Բաներ կար որ կպավ իմ սրտին։ Ես ուզում եմ մենք ամեն մեկս ուղղակի Տիրոջ փառքի համար։ Անկեղծ, օքեյ։ Կարամ ասեմ եկեք առաջ, բայց նույն բանն ենք անելու ինչ որ հիմա տեղերի մեջից։ Ամեն մեկիդ ուզում եմ խնդրեմ։ Այնտեղ որտեղ տեսար հանդիմանություն քո սրտին։ Այնտեղ որտեղ տեսար կպավ խոսքը։ Բացեց ծածկված բաներ, ասա Տիրոջը, խոստովանի։ Տեր ների ինձ։ Գիտակից է եղել թե անգիտակից ների ինձ։ Տեր խնդրում եմ դու շնորհ, խնդրում եմ քեզ, որ ես երբեք չվերադառնամ այս անապատը։ Դուրս գամ այստեղից։ Դու քո պատասխանը պիտի տաս։
Ես չեմ կարող քո փոխարեն պատասխան տամ։ Ես կարամ քեզ օգնեմ, կարամ քո համար պատերազմակից եղնեմ, բայց քո որոշումները դու պիտի կայացնես։ Համար ուզում եմ քեզ խնդրեմ, աղոթենք Տիրոջ ասենք Տեր տուր ինձ սրտի զգայունություն, որ սիրտը զգայուն եղնի, որ ես միշտ առաջնորդվեմ քեզանով։ Եթե միտեղ ես շփոթված, թեքվել եմ, ոչ ճիշտ խաշմերուկից, ուզում եմ վերադառնամ այդտեղ։ Ուզում եմ վերադառնամ եւ ուզում եմ քո սիրտը ուրախացնելով ասեմ Տեր, ուր կտանես կգամ։ Որտեղ ինձ կառաջնորդես, այնտեղ էլ կգնամ։ Առանց քեզ իմ կյանքը կյանք չի Տեր։ Առանց քեզ դա գոյատևություն է, հոգու տանջանք ու տառապանք։ Բայց քեզնով է Տեր, որ մեր անապատը ծաղկել է։ Քեզնով է Տեր, որ մեր անիմաստ կյանքը իմաստավորվել է։ Քեզնով է Տեր, որ կարողացել ենք շնորհք, հույս առնենք Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս քո պատվական արյան համար։ Խնդրում եմ, որ ներես գիտակից անգիտակից բոլոր մեղքերը Տեր։ Գիտակից անգիտակից բոլոր բաց թողումները Տեր։ Խնդրում եմ քեզ, երեսդ պայծառացրա իմ քուրեր եղբայրների վրա։ Երեսդ պայծառացրա ամեն մեկի ընտանիքի վրա Աստված իմ օգնի Տեր։ Խնդրում եմ քեզանից քո միջամտությունը, օգնությունը, բժշկություն եմ խնդրում։ Բժշկություն ամեն մեկի կյանքի մեջ։ Խնդրում եմ օգնես, որ իրանց լսած խոսքը կարողանան լուծեն իրանց սրտերի մեջ։ Պահեն հավատարմորեն դառնալով քո համայնքի անբաժան մասը, կիսելով տեսիլքը, ուսմունքը, ընթացքը, ցույց տան հավատարմություն մինչև վերջ։ Հավատարմություն Տեր, մինչև այն պահը, երբ որ կհնչի ազդարության հրամանը, հրեշտակապետի փողի ձայնը, ու մենք էլ աշկ բացել թարթելու պես կտեղափոխվենք դեպի այն ժառանգությունը, որ պատրաստել ես մեզ համար։ Խնդրում եմ քեզ, բայց մինչև այդ պահը ամեն մեկին աղաչում եմ քեզ պահես չարից, փորձանքներից, փորձումներից։ Ամեն մեկին աղաչում եմ պահես Աստված իմ քո ծածկոցի տակ, քո արյան պաշտպանությանդ մեջ Տեր Հիսուս։ Եվ թող քո հոգին հաջողվի ամեն մեկի կյանքում։ Թող քո հոգին ամեն մեկին առաջնորդ լինի Տեր։ Թող քանդվի սատանայի խորհուրդները, հնարքները, ծրագրերը Հիսուսի անունով։ Հիսուսի անունով։ Խնդրում եմ քեզ, դուր շնորհք ամեն ժամանակ գոհանալ քեզանից, ամեն ժամանակ բարձրացնել գոհության ձայն, փառաբանության ձայն, շնորհակալության ձայն։ Դու արժանի ես։ Դու արժանի ես, ով Իսրայելի գովաբանությունների մեջ բնակվող, դու արժանի ես։ Դու արժանի ես հզոր Աստված առնելու փառքը, պատիվը, մեծությունը, գոհությունը, օրհնությունը։ Դու արժանի ես։ Շնորհակալ ենք քեզանից Տեր Հիսուս, որ դու մորթվեցիր մեր ամեն մեկի համար եւ մեզ քո արյունով գնեցիր քեզ սեփական ժողովուրդ դարձնելու։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս, որ դու եղար Աստվածանից մեզ համար արդարություն, սրբություն, իմաստություն ու փրկություն։ Շնորհակալ եմ Տեր Տերերի ու թագավոր թագավորների, օրհնում եմ անունդ։ Հալելույա քեզ։ Հալելույա քեզ։ Դու մեր կյանքը իմաստավորողն ես Տեր։ Դու մեր անապատը ծաղկեցնողն ես Տեր։ Դու մեր շնորհ կարողություն տվողն ես Աստվածին, որ մերժենք խավարը, մերժենք մեղքը, օգնի ամեն մի քրոջս եղբորս, օգնի խնդրում եմ այստեղ գտնվող ամեն մեկին ու նրանց ովքեր on-line նայելու են, օգնի ամեն մեկին աղաչում եմ քեզ Տեր, խնդրում եմ Տեր իմ։ Սովորեցրա մեզ Տեր, սովորեցրա իմ Աստված, ալելույա, որ մեր Աստված պաշտության մեջ առաջնորդվենք ամեն մեկս, թե գործով, թե խոսքով, ամեն ինչ որ անենք Հիսուսի անունով, Աստծուն եւ Հորը գոհություն մատուցանելով։ Հալելույա քեզ։ Տեր Տերերի ու թագավոր թագավորների, հիանալի խորհրդակից, մեր վեմ ու մեր ապավեն, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես, հավիտյանս հավիտենից։ Ամեն։